Շարունակում ենք եթերը եւ ուզում ենք տեղեկացնել, որ մարտի 24-ին ժամը 19:00-ին Կապանի կամերային ներկայացումների փառատոնի շրջանակում բեմ կբարձրանա կամերային թատրոնի անձնակազմը ներկայացնելով Ազնավուր ճանապարհորդություն երաժշտության եւ ժամանակի միջև բեմադրությամբ։ Դիտենք այս պահին պատրաստած նյութը եւ վերադառնանք արդեն ավելի այսպես ծավալուն խոսենք փառատոնի մասին մեր հաջորդ հյուրերի հետ։ Սիրելի կապանցիներ, մեծ ուրախությամբ ուզում ենք ձեզ հայտնել, որ Երևանի կամերային թատրոնը նույնպես մասնակցում է կամերային ներկայացումների փառատոնին եւ մարտի 24-ին ժամը 19:00 սպասեք մեզ Ազնավուր ճանապարհորդություն երաժշտության եւ ժամանակի միջով ներկայացմանը։ Կհանդիպենք Ալեքսանդր Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնում ուղիղ ժամը 19:00-ին մարտի 24-ին լավագույն ցանկություններով կամերային թատրոն։ Եվ այսպես ինչպես եւ ասացի, մեր հյուրերն արդեն տաղավարում են ու մարտի 25-ին Կապանում կամերային ներկայացումների փառատոնի շրջանակներում Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը կներկայացնի կնոջս անունը Մորիսե կատակերգությունը։ Մեր հյուրերի հետ կզրուցենք եւ ներկայացման մասին եւ փառատոնի եւ դրանից հետո սպասվող նաեւ արտավազդ մրցանակաբաշխության մասին։ Այո, իսկ ես շտապ եմ ներկայացնել հյուրերին, որոնք արդեն տաղավարում են Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գլխավոր ռեժիսոր Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Խասանչյան, բարի լույս։ Եվ դերասան Իշխան Ղարիբյան, բարի լույս։ Շնորհակալ ենք առավոտը մեզ հետ սկսելու համար եւ թերևս սկսենք խոսելով փառատոնից։ Առհասարակ ինչպես է անցնում փառատոնը, գիտենք վաղը լինելու է ներկայացումը, խնդրեմ։ Փառատոնը ընդհանրապես շատ հետաքրքիր եւ կարեւոր երևույթ է մեր Հայաստանի թատերական եւ ոչ միայն թատերական կյանքի համար։ Շատ կարևոր է Կապանի համար, հրաշալի քաղաքի համար, որը վաղուց պետք է ունենար նման փառատոն եւ վերջապես այն եղավ, այն կայացավ շնորհիվ նաեւ Տիգրան Աթեյանի տնօրենի ջանքերի, համառ ջանքերի եւ իհարկե իշխանությունների մարզպետի պարոն Ղուկասյանի եւ Զանգեզուրի բնզամոլիբդենային կոմբինատի ուրեմն մեծ ցանկությամբ եւ աջակցությամբ։ Այո, այսօր կամերային թատրոնը ելույթ կունենա, մինչ այժմ արդեն Գյումրի թատրոնը, Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնը, Կապանի թատրոնը հրաշալի ներկայացումով բացեց փառատոնը, ներկայացել են վաղը արդեն մեր ներկայացումը կցուցադրենք, մենք անմիջապես եթերից հետո մեկնելու ենք հենց այստեղից ուղիղ մեկնում ենք Կապան, դե սենտեղ էի, ես եկա 2 օրով եւ վերադառնում եմ նորից եւ մեր վերջին պրեմիերաներից մեկը կնոջս անունը Մորիսե ներկայացումը կցուցադրենք Կապանում, հույս ունենք, որ այն լավ կանցնի, ու առջևում կան նաեւ ներկայացումներ, ամսի 26-ին համազգային թատրոնը կեզրափակի փառատոնը։ Նախքան անցնել ներկայացման մանրամասներին եւ իհարկե արտավազդին, եկեք մի փոքր այսպես մեր հեռուստադիտողների համար նաեւ բացահայտենք, թե ինչ է նշանակում կամերային ներկայացումների փառատոն եւ ինչու հենց այդ ձևաչափը ընտրվեց այս փառատոնի համար։ Դե նախ հարկավոր էր հիմնել այնպիսի փառատոն, որի նմանը չկա Հայաստանում, իսկ կամերային ներկայացումները Հայաստանում մեծ թափ են ստացել վերջին շրջանում, ասեմ դա շատ հետաքրքիր ժանր է, հետաքրքիր տեսակ է թատերարվեստի եւ իմիջայլոց ասեմ արդեն 3-րդ տարին է անվանակարգ է ավելացել արտավազդում, լավագույն կամերային ներկայացում անվանակարգ է ավելացել եւ իհարկե հաջորդ պատճառը էլի ոչ պակաս էական, դա այն է, որ Կապանի թատրոնում այլ ֆորմատի ներկայացումներ շատ դժվար կլինի խաղալ, շենքում նկատի ունեմ,
շենքը փոքր է, չնայած տնօրինությունը եւ թիմը ամեն ինչ անում են, որ այն հետաքրքիր թատերական շենք դառնա, հետաքրքիր աուրայով մթնոլորտով, բայց միևնույն է մեծ շենք չի, այսինքն մեծ ներկայացումները, Մայր թատրոնը, Պարոնյան թատրոնը կամ ռուսականը, ազգային օպերան, մյուսը չեն կարող այնտեղ ներկայացումներ խաղալ։ Եվ միայն կարող են խաղալ կամերային ֆորմատի ներկայացումներ, փոքր ներկայացումներ։ Իմ ջայլոց ասեմ, ես այդ մասին խոսեցի արդեն բացմանը փառատոնի, մենք ամեն ինչ անելու ենք, որ շատ կարճ ժամանակահատվածում այդ փառատոնը դառնա միջազգային կամերային ներկայացումների միջազգային թատերական փառատոն, իսկ կամերային ներկայացումները իրենք բացի այդ հետաքրքիր տեսակից նաև շատ մոբիլ տեսակ են, այսինքն կարելի է ճամպրուկների մեջ դեկորացիան ռեկվիզիտը վերցնել եւ ընկնել ճանապարհը, խաղալ եւ կարծում եմ այնպես կանենք, որ այն դառնա միջազգային փառատոն։ Դե դա իսկապես հրաշալի նախաձեռնություն է, վստահ ենք, որ նաեւ կհաջողի, բայց իհարկե առիթը օգտագործելով նաեւ պիտի խոսենք կնոջս անունը Մորիս է ներկայացումից, այս կատակերգությունից, ինչի մասին է առհասարակ ներկայացումը, որքանով կարող եք բացել փակագծերը եւ պատմել մեզ։ Կնոջ անունը Մորիս է, Ռաֆի Շարտ, ֆրանսահայ գրող, ժամանակակից դրամատուրգ, համանուն պիեսի վրա բեմադրել է պարոն Ղազանչյանը։ Ֆրանսիական սիտուատիվ կատակերգություն, շատ հետաքրքիր դիալոգներով, շատ հետաքրքիր զարգացումներով, որտեղ որ ֆրանսիական կոմեդիաներում ոնց է, մի ստից գալիս են մյուսին, հետո մյուսին, մինչև վերջում ամեն ինչ բացահայտվում է։ Այդպես հետաքրքիր ներկայացումը մեծ հույս ունենք, որ Կապանի հանդիսատեսը կհավանի, որովհետև Երևանում ներկայացումը անցնում է շատ լավ, հաճախ ենք խաղում, դահլիճը միշտ լիքը ու վերջում էլ շատ լավ արձագանք է ունենում ներկայացումը։ Իշխան նաև խոսենք ձեր եւ Կապանի թատրոնի այդ սերտկապի եւ որքանով է մեծ ձեր ոգևորությունը, որ նման փառատոն է հիմնվել։ Առհասարակ այն ինչ կապված է Կապանի հետ, ինձ միշտ ոգևորել է, միշտ ոգևորում է, որովհետև իմ կապը թատրոնն է եղել է շատ անմիջական ու հիմա էլ անընդհատ հետևում եմ ինչ են անում, ինչ ստեղծագործություններ կա, ոնց է զարգանում թատրոնը ու իհարկե որ ասում եմ երկու ձեռքով, երկու ոտքով կողմ եմ ու հրաշալի է, որ այդպիսի փառատոն ընդհանրապես եղավ, որովհետև շատ անգամ Կապանի հանդիսատեսը, հրաշալի հանդիսատեսը, շատ գիտակ հանդիսատեսը հնարավորություն չի ունենում գա Երևան կամ գալուց էլ են ժամանակը չի ունենում, որ գնա թատրոններով ներկայացումներ նայի, նույնն էլ հակառակը, այստեղից մարդիկ, ասենք մեր ընկերներ, ովքեր գնում են Կապանի թատրոն, կան, որ թատրոններ առաջին անգամ կան, դերասաններ, որ առաջին անգամ էին գնում հիանում են ընդ, այսինքն այդ կապը շատ կարևոր է, որպեսզի Կապանը չկտրվի, մենք չկտրվենք Կապանից, որովհետև շատ անգամ նույնիսկ երբ որ ես այնտեղ գանում էինք ներկայացումներ, խաղում էինք, մեր հանդիսատեսը նայում էր ու վերջ, այսինքն մնացած Հայաստանի մնացած մասը չէր էլ իմանում այնտեղ ինչ է կատարվում, ու այս փառատոնը նաև մնացած են բոլոր արժանինքներն ու առավելությունները, որ թվեց պարոն Ղազանչյանը, նաև ինձ համար այդ առումով է կարևոր, որ ռուսները ասում են «Себя показать и на других посмотреть»։ Եվ վերադառնանք նորից ներկայացմանը, ովքեր են լինելու բեմում, ինչ դերակատարմամբ, ինչ պետք է սպասի Կապանի հանդիսատեսը։ Ես եմ խաղում, Սամվելը Դանելյան, Լարիսա Ղևոնդյանը, Հասմիկը Գևորգյան, Տիգրանը Նահապետյան եւ Արտուրը Պետրոսյան։ Շատ կամերային, այսպես թիմ է։ Կամերային ներկայացում։ Իհարկե պիտի նաև հնարավորություն օգտագործենք եւ խոսենք Արտավաս մրցանակաբաշխությունից, որը օրեր անց եւս տեղի կունենա, ինչ աշխատանքներ են այս տարի ներկայացված մրցանակաբաշխությանը եւ առասարակ ինչ կարող ենք սպասել։ Դեք ինչ, այս տարվա մրցանակաբաշխությունը շատ հետաքրքիր է, հետաքրքիր այն առումով, որ Երևանից դուրս է տեղի ունենում։ Ես ասեմ, շատ անգամ եմ փորձել այն հանել Երևանից, ասենք կազմակերպել Գյումրիում, Վանաձորում,
չի ստացվել, որովհետև ամեն դեպքում ֆինանսական մեծ պահանջները իր մեջ ներառում մարտավազդը եւ դժվարությամբ է միշտ համաձայնությունը եղել, սենսացիան չի եղել եւ առաջին անգամ Կապանում որ մենք հանդիպեցինք մարզպետի հետ, պարոն Ղուկասյանի հետ։ Միանգամից դրական պատասխան ստացանք եւ Առաջարկը ձեր կողմից է եղել։ Այո, միանշանակ մեր կողմից է եղել առաջարկը, մեր միջոցառումն է արտավազդը եւ նույնիսկ ասացինք, որ եթե նորմալ ֆինանսավորում լինի, ցանկալի կլինի, որ կամ մի փառատոն էլ կազմակերպվի նախորդի մրցանակաբաշխությանը փառատոն, որպեսզի թատերական տոնը ամբողջական դառնա քաղաքում, ել չեմ ասում, որ Կապանի թատրոնի 90-ամյակն է։ Այո։ Տարի միջից ասեմ արտավազդ մրցանակաբաշխությունը նվիրված է թատրոնի 90-ամյակին, դե ես էլ ինչպես իշխանը մենք երկուս էլ տարբեր տարիների ղեկավարել ենք այդ թատրոնը, ես այնտեղ եմ սկսել իմ կարիերան ընդհանրապես, ես այդ քաղաքի պատվավոր քաղաքացի եմ, շատ սիրում եմ քաղաքը, սիրում եմ մարդկանց, սիրում եմ այնտեղ լինել, ընդհանրապես հրաշալի Գողտրիկ անկյունում Սյունիքի, այո եւ յուրախություն մեզ այդ ամեն ինչի իրականություն է արդեն դառնում, փառատոնը մեկնարկել է, շատ լավ գնում է մրցանակաբաշխությունը, մրցանակաբաշխության ֆորմատում էական ոչինչ չի փոխվում, մրցանակաբաշխությունը ընդհանրապես վերջին 1 տարվա լավագույն աշխատանքներն է իմի բերում, բայց գլխավոր տարբերությունն այն կլինի, որ այն կնվիրվի Կապանի թատրոնի 90-ամյակին, այդտեղ տեսանյութեր կլինեն Կապանի թատրոնի պատմությունից, կխոսվի Կապանի թատրոնի մասին, թատրոնները, ովքեր թատրոնների ղեկավարները, որոնք լինելու են այնտեղ թատրոնները նվերներ են պատրաստել Կապանի թատրոնին, մի խոսքով ինքը ամբողջ մրցանակաբաշխությունը կնվիրվի թատրոնի Հոբելյանին, ինչ համար ես շատ ուրախ եմ, որ այդ առիթը ստեղծվեց, որպեսզի այդ տոնը անցկացնենք այնտեղ։ Մենք ենք շատ ուրախ, որ նման նախաձեռնողականությամբ կարողացել եք այս տոնը իրականություն դարձնել, պարոն Ղազանյան, եւ վերջապես բացահայտվեց, թե ինչ կապ ունեին իրար հետ փառատոնը եւ արտավազդ մրցանակաբաշխությունը, ինչպես ստացվեց, որ այս տարի այսքան թատերական իրադարձությունները տեղափոխվել են Կապան, շնորհակալություն ձեզ եւ հուսանք, որ այն շարունակական կլինի նաեւ մյուս քաղաքների համար։ Եթե կլինեն մարզեր, որ հիմա մարզպետներ, համայնքապետեր, որ հիմա լսում են ինձ, ես շատ կուզենայի, որ որևէ մեկը ոգևորվեր եւ անմիջապես կապնվեր մեզ հետ, որպեսզի հաջորդը արդեն այնտեղ անցկացնենք։ Մենք հորդորում ենք նրանց վստահաբար եթե դիտում են իհարկե մեր հարցազրույցը ոգևորվել եւ իսկապես հանդես գալ նմանատիպ առաջարկով, որովհետեւ կարծում ենք սա շատ լավ նախադեպ է, այդպես նաեւ մարզերում ունենալ փառատոն եւ փառատոնային մեծ այդպես թատերական շաբաթից հետո այդ ամենը իհարկե ավարտել արդեն մրցանակաբաշխությամբ եւ թատերական տոնով։ Իդեպ հիշումս նախորդ շաբաթ մենք Գյումրու Վարդան Աջամյանի դրամատիկական թատրոնի ներկայացուցիչներին հենց մեր տաղավարից ճանապարհեցինք դեպի Կապան, հիմա հերթը ձերն է, սա կարծես հրաշալի ավանդույթ է դարձել, ձեզ լավ ճանապարհ ենք մաղթում, լավ ներկայացում, ելույթ եւ հաջորդող նաեւ օրերին հրաշալի տոնավառություն թատերական։ Եվ թատերական գործիչների միության անունից հատուկ շնորհակալություն Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը, այս էլ որի-որ անգամ մեզ սատարելու համար։ Սիրով մենք ենք շնորհակալ եւ շնորհակալ ենք առավոտը մեզ հետ սկսելու համար, իսկ մենք սիրելի հեռուստադիտողներ շարժում ենք առաջ, լսենք երաժշտություն ու վերադառնանք։